Եթե հունվարի 1-ի դրությամբ առողջության ապահովագրության շահառու էր 1.500.000 մարդ, այժմ արդեն 1.700.000 է։ Այս փուլում ապահովագրության համակարգում ներառվելու իրավունք ունեցողների թիվն աճել է նաև այդ մարդկանց աշխատավարձի բարձրացման և 200.000 դրամն անցնելու բերումով։ Շահառուների գրեթե կեսը մոտ 843.000-ը արդեն իսկ օգտվել է ապահովագրությունից։ Բոլոր այս մարդկանց ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 8.400.000 հատ ծառայություն, կանխարգելիչ, սկրինինգային, դեղորայք, ստացիոնար բուժում և այլն։ Համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման 6 ամսվա արդյունքները նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփեց դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում։ Համակարգը ըստ էության կարող ենք ասել, որ առաջին ներդրման փուլը ինչ որ առումով անցել ենք բավական սահուն։ Սկզբում շահառուների ակտիվ դիմելիություն է եղել, քանի որ առողջական խնդիրներն էին տարիներ շարունակ կուտակվել։ Հետո նաև ապատեղեկատվությունն է իր գործն արել, երբ լուրեր էին տարածվում, թե առողջության ապահովագրությունը խորհրդարանի ընտրությունից հետո այլևս չի լինելու։ Մենք նկատում էինք, որ մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային այսպես վարքագիծ կար, որ հնարինս արագ գնալ, հնարինս արագ ստանալ ծառայություններ, վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության ուրեմն բարեփոխումը կանգ առնի։ Նաև մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարողությունների ընդլայնման եւ այլն, մենք կարողացանք նաև դիմակայել այս դիմելիությանը, կառավարել եւ ըստ էության այս բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք։ Նախարարը հավելեց, եթե ամեն դեպքում դիմելիության աճի միտումը շարունակվի, բավարար գործիքակազմ ունեն իրավիճակը կառավարելի պահելու, եկամուտներ ծախսեր բալանսը ապահովելու։ Ծառայությունների ամենամեծ մասը տրամադրում են առաջնային օղակում։ Գուցե ոչ մասնագետի համար այդքան ակնհայտ չէ, ինչու անձը հենց առաջի գանգատի պարագայում չպիտի դիմի բժշկական կենտրոն, բայց ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ եթե այս մեխանիզմները չգործեն, մեր ծառայությունների օգտագործումը կդառնա անկառավարելի եւ արդյունքները կվատանան առողջական։ Միջազգային հաստատված փաստ է, որ եթե երկրում չեն գործում առաջնային օղակի բավարար ֆիլտրեր եւ անձինք չեն անցնում աստիճանակարգով բուժօգնության, ապա առողջական տվյալները դրանից ոչ թե լավանում են, այլ հակառակը վատանում են եւ ծախսերն էլ շատ սրընթաց աճում են։ Տարվա սկզբին բուժաշխատողների շրջանում դժգոհություններ կային, որ վարձատրությունը նվազել է։ Նախարարը դա նոր աշխատավոճին հարմարվելու փուլ է համարում։ Հիմա, ասում է, ապահովագրության ներդրման արդյունքում առաջնային օղակում աշխատավարձերը բարձրացել են։ Երազանքի վարձատրությունը չէ, բայց միջինում 30-ից 40%-ով աճ արդեն կա։ Խոսքը ոչ թե բոլորի, այլ դեռևս միայն մեծամասնության մասին է։ Սա վերաբերում է թե բժիշկներին, թե միջին բուժանձնակազմին։ Մենք անցել ենք արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը։ Բժիշկը, նեղ մասնագետը, եթե չի սպասարկում եւ որևէ պացիենտ օրվա ընթացքում չի ունենում, այո, նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ։ Կամ եթե աշխատում է 3 ժամ օրինակ, այո, նրա աշխատավարձը ըստ էության չի կարող երևի թե բավարարել։ Բայց մեր բոլոր նեղ մասնագետները, ովքեր որ ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է։ Մեր ակնաբուժների, նյարդաբանների եւ էլի շատ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձը չեմ ասում տոկոսով, անգամներով աճել է։ Ունենք մասնագետներ, որոնք 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում, հավելեց նախարարը։ Ոչ հրատապ դեպքերում հերթագրումների մասին խոսելով Անահիտ Ավանեսյանը նշեց. հիվանդանոցներում պլանային ծառայությունների համար հերթագրումներ չկան։ Առաջնային օղակում մարդիկ իրենց հերթին սպասում են միջինը 2 շաբաթ, ինչը նրա դիտարկմամբ լավ ցուցանիշ է։ Բայց հերթը հասնելուց հետո բուժհաստատություն գնացած շահառուներին հաճախ էլի անվերջանալի հերթեր են սպասում։ Նախարարն ասում է, անհրաժեշտ հարմարավետությանը հասնելը ճանապարհ է, որն անցնելու է։ Աշխատում են թվային գործիքները կատարելագործելու, մի մասնագետից մյուսի մոտ ուղեգրումը կամ մնացած ընթացակարգերը ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ։ Ապահովագրությունն, ինչպես հայտնի է, ներդրվում է փուլային։ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգին
կմիանան քաղաքացիա իրավական պայմանագրով աշխատողները, տաքսի ծառայության վարորդները եւ բոլոր գրանցված աշխատողները, անկախ աշխատավարձի չափից։ 2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության մենք արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, այնտեղ մենք ունենալու ենք գյուղացիական տնտեսություններում զբաղվածներին, ուսանողներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը արդեն ներառել առողջության ապահովագրության մեջ։ Անահիտ Ավանեսյանը նաեւ մանրամասնեց, թե ինչու է մեկնելու Թուրքիա։ Ստամբուլում նա մասնակցելու է առողջապահության համաշխարհային կազմակերպության նախարարական համաժողովին։ Այն վերաբերելու է երկրաշարժերի եւ ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգերի փոխգործունեության եւ նաեւ emergency թիմերի աշխատանքի մասով մասնագիտական նախարարական համաժողով է, որին ես եւս մասնակցելու եմ։ Իդեպ առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների արձագանքման բժշկական թիմերը շուտով կստանան նույն ԱՀԿ-ի հավաստագիրը։ Հիմա գնահատման փուլում են։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։